Գիշերները կրակոցի ձայներ մերթ լսում եմ, բայց գիշերային ժամերին։ Երկարատև են այդ կրակոցները։ Ոչ, կարճատև են, բայց տարբեր ժամերին են։ Վնաս կրակ։ Ոչ, նոր որևէ բան չկա դեռ։ Բայց տեսնում եմ, որպեսզի բախվեցնի։ Ուղղակի որ կարողանամ լսել։ Բնակավայրերի ուղղությամբ են կրակել եւ վնասվել են, հա, նաեւ տանիքներ, Դրանց ինչ նկատությունից հետո չի եղել բնակավայրերի ուղղությամբ։ Բայց տնեն ասում է, որ հենց բնակավայրերի ուղղությամբ անգամ մարդկանց տներ են վնասվում։ Չէ, դուք չլսեցիք ինձ ասում, վերջին այն տեղեկատվությունը, որ բանն աղորդումը տվել է, դրանից հետո չի եղել դեպք, Ձեր որ կարծիքով ինչ նպատակ է հետապնդում եւ ասում են, որ ըստ էության նաեւ խոճապ են փորձում հասարակության շրջանում, այս դեպքում սյունեցիների շրջանում տարածել։ խոճապը սյունեցիների շրջանում դժվար կտարածվի այս եղանակով, բայց թե կոնկրետ բուն նպատակը որն է դժվար կլինի պատասխանել, որովհետև կարող են պատճառները տարբեր լինել։ Այն որ այդ կրակոցները գիշերային ձայներին ժամերին լսելի են, դա միանշանակ է։ Նպատակները կարող են խիստ տարբեր լինել։ Իսկ կրակոցների տոնին դեռ խաղաղության օրակարգին հավատում են ձեր բնակիչները։ Կրակոցների ֆոնին ավելի շատ է մարդ հավատում եւ հույս ունենում, որ խաղաղություն կլինի։ Իսկ գյուղատնտեսական աշխատանքներ հնարավոր է լինում իրականացնել։ Այո, իհարկե։ Չէ, որովհետև ընդհանրապես ցերեկային ժամերին կրակոցներ չեն լսում, ինքը հատուկ գիշերային ժամերին է կրակոցները։ Այսինքն հերքում կարող պատեմ, որ մարդիկ ուզում են թողնել գնա, որտեվ այդպեսի ինֆորմացիաներ տարածվում է եւս, որ մարդասրամադրություններ Այո, հերքում եմ, որ մարդիկ ուզում են գնալ։ Պարոն Ղուկասյան, վերջերս Սյունիքի մարզի գյուղից երկու երիտասարդ էին մոլորվել, փաստորեն հետո պարզվեց, որ առհասարակ ադրբեջանական կողմում չեն եղել։ Դուք կարող եք մանրամասներ հայտնել, ի վերջո տղաները որտեղ էին եղել եւ ինչու են ամբողջ գիշեր այդպես ուր են անցկացրել, ինչ է տեղի ունեցել։ Տեսեք, երբ որ այդ լուրը տարածվեց, բնականաբար ես չգիտեմ, այստեղ մարդ կար, ով փորձել էր ինձ հետ կապ հաստատել, ես հրաժարվեցի որևէ բան ասել, ինչի համար, որովհետև տեսեք, կա մի լուր, որ իրականում երկու երիտասարդները չկան, եւ այստեղ ցանկացած բան, որ իմ կողմից ասվեր, դա չէր լինի 100%-անոց ինֆորմացիա, հետեւաբար ես զերծ պահեցի որևէ բան ասելու, բայց այս պահին ինչքանով որ ես տեղյակ եմ, այո, իրենք չեն հատել սահմանը, ես կարծում եմ ավելի շատ սպասել են մութն ընկնի նոր վերադառնան, հավանաբար վտանգավոր հատվածներ։ Այդ դեպքում պարոն Ղուկասյան, ինչպես եք գնահատում այն փաստը, որ ԱԱԾ-ն խոսում էր իրենց Հայաստան վերադարձնելու մասին։ Դե ԱԱԾ-ն ինքը եւս վերջին հաղորդագրության մեջ հերքեց այդ փաստը, որ եղել է ինքը իրեն չէ, այնտեղ եւ պաշտպանության նախարարությունը կար եւ տեղական ինքնակառավարում եւ տարբեր տեղերից տեղեկատվություններ գալիս, հետեւաբար ես ինձ զերծ եմ պահել որևէ տեղեկատվություն տրամադրելուց, որովհետեւ այսպիսի իրավիճակներ են լինում։ Ինչպես էին նայել։ Տեսեք Ժողովուրդ ջան, ներողություն խնդրեմ, այս մասը ասեմ։ Այն հատվածները, որտեղ որ իրենք մոլորված են եղել, այդտեղ կա բան, որևէ բան գոյություն չունի։ Հետևաբար ինչպես է իրավասու հայտարարում, որ ադրբեջանական տարածքում են իրենց վերադարձնելու ուղղությամբ աշխատում են։ Տեսեք, դե սովորաբար դա ինչպես է լինում, ազգային անվտանգության ծառայությունը նախ այդ հատվածում ինքը ծառայություն չի իրականացնում, եթե սահմանապահ զորքերը դա այդ հատվածում չի։ Ցավոք սրտի հիմնականում այսպիսի դեպքերը լինում են այսպիսի հատվածներում եւ ինչն է բանը, որ բնականաբար տարբեր մարդիկ տեղեկատվություն են, չէ, տեղացիները ասում են, հաղորդում են ընկերներ, ծնողները, ընտանիքի անդամները։ Ես կարծում եմ այդ ամբողջական տեղեկատվության հիմքի վրա եւ դա վարկած էր, որը հետո իրենք հենց երիտասարդները